Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց ուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, աշխատանքային իրավունք, վաստակած հանգիստ։ Հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք նաև այն անհատներին եւ պատմությունները, որ կարող են մոտիվացնել բոլորիս դառնալ ուղենիշ։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք։ Այսօրվա իմ հյուրերն են Վահագն Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոցի տնօրեն Վերգինե Մարկոսյանը եւ ուսումնական գծով փոխտնօրեն Հայաստանի Հանրապետության վարչապետի մեդալակիր Լևոն Հարությունյանը։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ մեր այս հանդիպումն էլ կայացավ տաղավարում։ Մենք ենք շնորհակալ մեզ հյուրընկալելու համար։ Դուք պարոն Հարությունյանին ճանաչելով հրավիրեցիք աշխատելու դպրոցում արդեն պատկառելի տարիքում, այսպես ասած, ընդդիմանալով էյջիզմին, դա այն երևույթն է, եւ մարդուն աշխատելու հնարավորությունից, այսպես ասած, զրկում են, պատճառ բերելով տարիքը, եւ շատ հաճախ մեր երկրում այդ երևույթին մենք ականատես ենք լինում 65-ից հետո, 60-ից հետո, թոշակից հետո։ Պատմեք, թե ինչու որոշում կայացրեցիք հրավիրել պարոն Հարությունյանին եւ որտեղից եք իրար ճանաչում։ Այս պատմությունը մի քիչ երկար տարիների կյանք ունի։ Ես աշխատել եմ 1994 թվականից 148 Մուշագաշյանի անվան 148 դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 2000 թվականին պարոն Հարությունյանը նշանակվեց մեր դպրոցի տնօրեն եւ միասին աշխատեցինք 15 տարի։ Այնուհետև պարոն Հարությունյանը անցավ թոշակի, իհարկե չդադարեց աշխատել, իսկ 2018 թվականից ես ընտրվեցի այդ ժամանակ համար 37 հիմնական դպրոցի տնօրեն, որից հետո նոր անվանակոչվեց դպրոցը Վահագն Դավթյանի անունով եւ 2023 թվականին ես հրավիրեցի պարոն Հարությունյանին ինձ մոտ որպես ուսումնական գծով փոխտնօրեն։ Ինչու՞ դիքի Մարկոսյան։ Ինչու, որովհետև տարիքը չէ այստեղ որ խնդիր է, այլ փորձառությունը եւ պետք է տարիքով ուսուցիչներ եւ փոխտնօրեններ լինեն դպրոցում որպես օրինակ երիտասարդ ուսուցիչներին եւ ունեմ դպրոցում տարբեր տարիքային ուսուցիչներ, երիտասարդներ, անփորձ ընդունել ենք աշխատանքի, որոնց համար օրինակ է պարոն Հարությունյանը եւ մյուս իմ երկու փոխտնօրենները, որոնցից մեկը Արցախից է Տիկին Ադամյանը 60+ տարիքով, այնպես որ տարիքը չէ, որ որոշում է ինքը կարող է աշխատանքի անցնել, թե ոչ, այլ փորձառությունը, որը օրինակ է երիտասարդ ուսուցիչներին։ Պարոն Հարությունյան, ձեզ անդրադառնանք, ասացեք, խնդրեմ, դուք ընդհատեցիք թոշակի անցնելու հետ կապված ձեր կարիերան, թե ամիջապես սահուն շարունակեցիք եւ այդ առաջարկը երբ որ ստացաք, դա ձեզ դուր եկավ, թե պատասխանատվություն ընդհանրապես ձեր անցած ճանապարհի մասին որպես մանկավարժ այդտեղից գանք։ Գիտեք, թոշակի անցնելը դա եւ լավ է եւ տագնապալի է կարելի ասել։ Ես այդքան էլ ուրախ չէի ուրախացել, որ թոշակի եմ անցնում, քանզի մտածում էի ես դեռ անելիքներ ունեմ, դեռ չեմ սպառվել։ Անմիջապես թոշակի անցնելուց հետո ինձ հրավիրեց Շահամի Շահամիրյանի անվան մասնավոր դպրոցը տնօրենը, անծանոթ էինք, հրավիրեց, զրուցեցինք եւ խնդրեց, որ շարունակեմ իրենց մոտ նորից փոխտնօրեն։ Ես ճիշտ ասած չմերժեցի, նույնիսկ մտքում ուրախացա, որ ոչ թե աշխատում եմ, այլ կարողանում եմ իմ կիսատ թողած գործը, այսպես ասած, շարունակել եւ աշխատեցինք 8 տարի, որից հետո ես իհարկե մտքումս կար, որ մի քիչ պետք է հանգստանամ մարդ։ Բայց չէր անցել 1 ամիս, նորից ալեկոծվեց ներքն աշխարհս եւ որոշեցի, որ իմ լավ բարեկամին, իմ գործընկերոջը նախկին դիմեմ, ինքն էլ շատ հոժար կամքով ինձ ընդառաջեց եւ որի համար ես շատ շնորհակալ եմ։ Այսինքն դու շարունակում ես դեռ ապրել որպես մանկավարժ բոլոր առումներով։ Եվ ահա հայտնվեցի այստեղ եւ շատ լավ եմ զգում, կոլեկտիվը շատ լավ ընդունեց։ Չգիտեմ, երևի թե լավ կլինի։ Պարոն Հարությունյան, ինձ գիտեք ինչն է հետաքրքիր, որ ասում եք հոգնեցի։ Հոգնեցիք դպրոցից, երեխաներից, թե տարիքեդ ֆիզիկապես է դժվար տեմպը։ Գիտեք ոնց, մանկավարժի աշխատանքը ընդհանրապես հոգնեցուցիչ է։
ով որ ասում է տարեվերջին չի հոգնում, դա սուտ է ասում կներեք։ Եվ յուրաքանչյուր մարդ էլ եւ հոգնում է եւ նորից վերադառնում է իր նախկին շարքը։ Բայց ուղղակի, չգիտեմ, մտածում եի, որ երևի անցնեմ թոշակի անցնեմ։ Դրա դառնությունները դեռ չէի զգացել։ Անցնելուց հետո ամեն ինչ իր տեղը տրվեց։ Որոնք են դառնությունները։ Գիտեք ոնց, ես այն կարգի մարդ եմ, չեմ կարող տան նստել։ Հանգիստ նստել տանը, թե ինչ որ տղայիս կամ աղջկա սույսին եւ այլն, չի ստացում դա ինձ մոտ ուղղակի։ Ես պետք է ինքս ստեղծեմ, ինքս արարեմ։ Իսկ դա աշխատանք է պետք, դա ինչ որ նպատակային բան է պետք, չէ՞ որ կարող ես հասնել դրան։ Եվ մի բան էլ իմացեք, որ այսինքն դուք բոլորդ լավ գիտեք, որ թոշակի անցած ոչ բոլոր տնօրեններն են անցնում, գործատուները ավել ճիշտ, ոչ պատրաստական, որպեսզի ընդունեն 63-ից հետո անցած մարդուն, ինչ է թոշակառու է, բայց այստեղ նրբություններ կան, էլի, դուք պետք է կարողանաս այդ դժվարությունները հաղթահարել, նախ հոգեբանորեն, եւ հետո այդ ելևէջները պետք է անցնես դու։ Այսինքն ինչ է նշանակում։ Կարող էիր նստել տանը, հանգստանալ, ամեն ինչ ա եղել, որ թորներն եւ այլն, բայց դա կայծակնային արագությամբ քեզ մոտեցնում էր քո խորձերությանը։ Հրաշալի։ Տիկին Մարկոսյան, դուք արդեն ասացիք, որ տարբեր տարիքային խմբերում նաև ուսուցիչներ ունեք, Արցախից ունեք։ Ես գիտեմ, որ 37 դպրոցը, մեր դպրոցը բազմազան է բոլոր առումներով։ Իմ կարծիքով դա նաև ձեր անձնական մոտեցման շնորհիվ է։ Կասեք, ինչով եք առաջնորդվում, երբ որ այդպիսի բազմազանություն, ներառականություն եք ապահովում բոլոր ուղղություններով։ Ի նկատի ունեք ուսուցիչներ, եւ ուսուցիչների եւ աշակերտների ես ականատես եմ։ Բարոյահոգեբանական մթնոլորտը շատ առողջ է մեր դպրոցում, ուսուցչական կազմի առումով, երիտասարդներին մենք ընդունում ենք անփորձ, բայց միևնույն ժամանակ հնարավորություն ենք տալիս սովորելու եւ այն ուսուցիչները, որոնք ձգտում ունեն եւ մեծերից շատ բան ունեն սովորելու, սովորում են եւ ընթացքում դրական արդյունք են գրանցում, մենք ողջունում ենք եւ շատ հաճելի է երիտասարդ եւ տարիքով ուսուցիչների այդ համատեղությունը, որովհետեւ պարբերաբար կազմակերպում ենք սեմինարներ, թեկուզ երիտասարդ ուսուցիչները եւ ավագ ուսուցիչները ողջունում են եւ հարպետաց դասեր, որի ընթացքում շատ բան են սովորում եւ մենք եւ երիտասարդ ուսուցիչները, ինչու՞ չէ։ Այնուամենայնիվ ունենք նաև աշակերտներ, որոնք ազգությամբ տարբեր են, ունենք նիագարացի աշակերտ, ունենք պարսիկներ, որոնց մենք սիրով սովորեցրել ենք հայերեն եւ երեխաները, մեր հայ աշակերտները սիրով են ընդունել եւ սոցիալական այդ տարանջատում չունենք դպրոցում եւ ունենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնք ընդգրկված են եւ նրանք մեզանից մեկն են։ Մի քանի ամիս առաջ արդեն հանձնեցին վերակառուցումից հետո հանձնվեց ֆիզկուլտուրայի մարզադահլիճը, վերակառուցված եւ շատ գեղեցիկ կահավորված, որտեղ երեխաները շատ սիրելով իրենց երիտասարդ ուսուցչին, պարոն Մարտիրոսյանին, հաճույքով են մասնակցում այդ դասերին, ինչպես նաեւ մյուս դասերին, եւ իհարկե ինչու՞ չէ, երիտասարդ ուսուցիչը մոտիվացիա է նաեւ երեխաների համար։ Տարիքային միջին տարիքը ստացում է, եթե հաշվել եք, ունեք թիվը եւ այդ տարբերությունը ամենաերիտասարդի եւ ընդհանրում եմ պարոն Հարությունյանի ամենաերիտասարդի եւ պարոն Հարությունյանի տարբերություն, տարիքային տարբերությունը 55 տարի։ Հրաշալի է։ Պարոն Հարությունյան, ձեր անցած ճանապարհի մասին ասեք որպես մանկավարժ, ես գիտեմ, որ դուք գերազանցիկ եք եղել եւ գերազանցիկ եք։ Ճիշտ եք ասում։ Ծնվել եմ մանկավարժի ընտանիքում, հայրս երկարամյա մանկավարժեր դպրոցի տնօրեն մոտ 30 տարի, հանրապետության վաստակավոր ուսուցիչ, պատերազմի մասնակից եւ այլն, մայրս նույնպես մանկավարժեր, մաթեմատիկայի ուսուցիչ, երկուսն էլ մաթեմատիկներ էին, ես մանկավարժ դարձա, կինս մանկավարժ էր, մեր դասանցի էր եւ հետագայում աղջիկս էլ դարձա մանկավարժ։ Շանս չկար ուրիշ բան։ Ուրիշ մասնագիտություն հայրս շատ էր սիրում մանկավարժությունը
ինքը իմ կյանքում մեծ դեր է խաղացել շատ հարցերում, այդ թվում նաև մասնագիտության ընտրության։ Եվ նա ինձ ասում էր, եթե դու չդառնաս մանկավարժ, կորելու ես, սենց կոպիտ ասած։ Այսինքն դու միայն պիտի դառնաս, այնքան էր գովերքել, այսպես փառաբանել մանկավարությանը, որ ակամայից ամոթ էր, որ չդառնայիր։ Որ ժամանակը հետ տա կփոխեք ձեր մասնագիտությունը, կփոխեիք։ Գիտեք, նայած եթե համադրես այսօրվա օրերը եւ այն օրվա օրերը, պետք է մտածել դրա համար։ Անմիջապես չեմ կարող պատասխանել։ Բայց ես շատ սիրով եմ կատարել իմ գործը։ Հետագայում զգացի, որ ես չեմ սխալվել։ Խորհուրդները ճիշտ էր լսել։ Այո, դպրոց ավարտել եմ ոսկե մեդալով, 80 տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել։ Ընդհուպ միջև ժողկետ բաժնի վարիչ, Շահումյանի ժողկետ բաժնի վարիչն եմ եղել, տեսուչ, 190 դպրոցի դիրեկտոր, նորաբաց դպրոցի ես եմ բացել, շատ մեծ դպրոցեր, 2100 երեխա, հայկական, ռուսական բաժիններով եւ այլն, այսինքն այդ աշխատանքները ինձ այնքան հեշտ էր, շատ ծանր էր, բայց տանելի էր։ Եվ վերջապես հայտնվեցի 148 դպրոցում վերջում, որտեղ երկար է պատմելը շատ վատ վիճակ էր, կոլեկտիվը բզկտված, շենքը խայտառակ վիճակում, երեխաները մի մասը գալիս էին դպրոցում, ոչ կարողացանք իթիվս մյուս ուսուցիչների Տիկին Մարկոսյանի հետ, եղան մարդիկ, որոնք կողքս կանգնեցին եւ կարողացանք 1-2 տարում շտկել այդ ամենը եւ դառավ լավագույն դպրոցներից մեկը քաղաքի։ Անհատական մանկավարժը ինչ հատկանիշներ պիտի ունենա։ Ասում են, որ բժիշկը եւ մանկավարժը աստծուց է, ամենակարևոր մասնագիտություններն են հասարակությանը կրթելու, երկիրը կառուցելու տեսակետից։ Երբեմն ասում են մանկավարժը ծնվում են, պետք է ծնվել մանկավարժ ուղղակի։ Դա հենց այն չէ, Դարսնովիչի, Սարկովիչի, պիտի ձիրք ունենաս, պիտի մղում ունենաս, ինչ որ նպատակի հասնելու այսպես համառություն ունենաս։ Մանկավարժ, այո, ես կողմ եմ մանկավարժը բնատուր պետք է լինի մանկավարժ։ Իսկ հիմա կներեք, հիմա այդպես չի այդքան էլ, որովհետև մի քիչ խախտվել է այդ բալանսը, բայց ի պատիվ մեր մանկավարժների պետք է ասեմ, բոլորն էլ հերոսներ են։ Այսօրվա մեզ մոտ մանկավարժները ուղղակի կռիվ են տալիս ամեն ինչի համար, որպեսզի մեր ուսուցման գործը լինի գոնե ցածր մակարդակի չլինի, գոնե։ Տիկին Մարկոսյան, երեխաները ինչպես են արձագանքել, ինչպես են ընդունել պարոն Հարությունյանին, որքանով ես եմ տեսել, այսինքն փորձել եմ հասկանալ, ընկալել եմ, ավելի հարգալից են, ավելի ակնածանքով են, քան մյուս մանկավարժներին։ Գուցե սխալվում եմ։ Իրենք ինչպես ընդունեցին։ Տեսեք, իմ մոտ կար այդ մտավախությունը, սակայն մեր երեխաները շատ ջերմ ընդունեցին ի զարմանս, որովհետև իրենց համար տղամարդ ուսուցիչ մենք ունենք դպրոցում այնպես չի որ չունենք, բայց իրենց համար տղամարդ փոխտնօրեն ունենալը կարծում էի մեծ ցնցում կարող է լինել, բայց ավաղ մտավախությունս անտեղի էր, երեխաները շատ ջերմ ընդունեցին, շատ են սիրում պարոն Հարությունյանին եւ հարգանքով են վերաբերվում իհարկե ինչպես մյուս ուսուցիչներին, այնպես էլ պարոն Հարությունյանին որպես նոր մարդ մեր դպրոցում սիրում են երեխաները եւ այնպես որ կարծում եմ ճիշտ էր ընտրությունը։ Պարոն Հարությունյան, դուք ձեր խոսքում ասացիք թորներ, մորներ, այս փոքր դրվագում ես հասկացա մի բան, ինքս էլ մանկավարժ երեխա եմ եւ գիտեմ որ երբեմն մանկավարժները իրենց, այսպես ասած պետական երեխաներին ավելի շատ են սիրում, տեղ ավելի շատ ուշադրություն ու պատասխանատվություն ավելի շատ ելնում, քան իրենց երեխաներին, թորներին, որտեվ ոնց որ ավելի հանգիստ են, չգիտեմ ինչ երևույթ է, ավելի շատ դպրոցին են նվիրված լինում։ Հիմա դուք այս առումով մյուս երեխաներին ոնց եք ընդհանրապես երեխաներին վերաբերում, երեխայասեր եք եւ ասեք սերունդների տարբերությունը։ Դուք ստացվում է մոտ 50 տարի եւ ավելի արդեն փորձ ունեք, դուք թիվը ասեք 55 եւ տարի տասնամյակը մեկ է, չէ՞, սերունդը փոխվում։ Ինչ էվոլյուցիա եք տեսնում, գուցե էվոլյուցիա չի, այլ ընդհակառակը դեգրադացիա։ Երեխաների հետ աշխատելը լրի մի ուրիշ աշխարհ է։ Շատ հետաքրքիր է երեխաների հետ աշխատելը։ Աշխատելը նա չի ուղղակի մտես դասարան դուրս գաս, չէ։
աշխատելը ընդհանուր կոմպլեքս աշխատանքի մասին։ Եվ այդ առումով քո թորներն են, թե այլ երեխաներ են, որ ասեմ տարբերություն չկա, մի քիչ խիստ կլինի, բայց ինձ համար այդքան էլ էական չէ։ Երեխան, ինչ տարբերություն, շատ է պատահել, խնդրել եմ, այս երեխան մի քիչ հետ է մնում, կարելի է սրա այդ պարապել բերել հասցնել, խոդ ոչ ծնողն է խնդրում, ոչ մեկը, ուղղակի մարդկային առումով պետք է դու քո քայլդ կատարես։ Իսկ ինչ մնում է երեխա, ուսուցիչ, հարգանք, բան, այդպիսի հարաբերություններին կարելի է ասել, որ գիտեք ինչ, մանկավարժին պիտի սիրի երեխան։ Եթե չսիրեց, ինչ ուզում ես արա չի լսելու, քո ասածը տեղ չի հասնելու։ Իսկ եթե քեզ սիրեց, նվիրվելու է քեզ, լսելու է, եւ մինչեւ վերջ իր երկու ականջել այսպես ասած փող է վերցնում, որ ուշադիր լսի քեզ։ Ճիշտ է, այս ֆրազաները մի քիչ ավելի շատ հին սերնդի ժամանակ էր հնչում, բայց դա նշանակություն չունի ինձ համար։ Հին մեթոդները նոր երեխաների հետ չեն աշխատում։ Երեխա է։ Եթե կարողացա նրա սրտի բանալին գտնես, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Իսկ ինչ ունում է իմ թորները, նա 7 թոր ունեմ, 2 էլ ծոր։ Կներեք, հարուստ եմ այդ հարցով։ Նույնն են լրիվ ինձ համար։ Լրիվ, այն մեկը ծորում է, մեկը վերջ էլի երեխաների հետ անձնական երեխաների եւ այսպես խիստ անջրպետ չեմ դրել։ Երեխան ինձ համար երեխա է։ Դու բնական է քո երեխան մի քիչ Թե մանկավարժները իսկապես չեն դնում տարբերություն։ Չէ, երեխա է։ Հին մեթոդները ձեր ասած խորհրդային, մի քիչ խստությունը շատ էր, ավելի երեխայակենտրոն չեն։ Արդյոք այդ մեթոդները այսօր նոր երեխաների հետ աշխատում են ու հնարավոր է համադրել այնտեղ մի բան վերցնել ու այսօր արդյոք ստանալ։ Նայած որտեղ։ Այսպես շաբլոն բանաձև չկա, որ այս բանաձևը դրեցինք խիստ եղա գոռացի 4 խոսքեր ասեցի, չէ, այտենց վաղուց անցել են այդ դարը։ Սովետական միության ժամանակ ինչ որ տես էլեմենտներ լինում էին։ Հիմա նման բան չկա։ Հիմա գիտեք ոնց է, պետք է նորից եմ վերադառնում քիչ առաջ ասածից, պետք է կարողանա երեխան քեզ հարգել, սիրել։ Եթե քո խոսքը հարգեց, սիրեց, քեզ նվիրվեց, ուրեմն նա արդեն բանալին քո ձեռքում է։ Ինչպես կուզես, այնպես էլ կտանես։ Դե ոնց սիրել տաս երեխային քեզ։ Ոնց մանկավարժներ լսում են մեզ։ Դա այս 1-2 խոսքով հնարավոր չի բացատրել։ Դե մի երկու գաղտնիք ասեք։ Տարբեր մեթոդներ կան։ Նախ երեխային երբեք չպետք է վիրավորես։ Երբեք ինչ պայագա լինում է, անշնորհք է, այդպեսի քայլ է կատարել։ Ոչինչ, դա էլ է լինում։ Հիմա մեր բոլոր երեխաները օրինակելի չեն։ Սենց էլ ալինում, նենց էլ անում։ Խներեք բարիս համար խուժաները խայլանում, ոչինչ, նա էլ մարդ է, նա էլ է վաղը մեծանալու։ Եվ մի բան էլ իմ փորձից ասեմ, որ իմ ընթացքում այդ 50-ից ավել տարիների ընթացքում այդ չար երեխաները, այսպես կոչված չար երեխաները, ոնց ինձ թվում է, չգիտեմ, եթե սխալվում եմ 1980, ավելի այսպես տեսնելուց ավելի են քեզ ակնածանքով նայում, ավելի այսպես երախտապարտ են, քան մի քիչ ավելի լավ սորող երեխաներ։ Այսինքն չար երեխաներն էլ վաղը ապագա ունեն նրանք։ Նրանք հավերժ չար չեն մնալու։ Այսինքն կան մոտենալու ձևեր կա, հնարքներ կա, դա մանկավարժական հնարքներ են, պետք է կարողանաս եւ խիստ լինես եւ բարի լինես։ Ինչքան խստություն արիր, կրկնակի բարի պետք լինես։ Եթե երկրորդ պայմանը չեղավ, կարող է այդ խստությունը 1-2 արդեն ոչինչի պետք չկա։ Տիկին Մարկոսյան, երեխաներին ինչ եք սովորեցնում ավագ սերնդի հետ հարաբերությունների իմաստով, որտեվ հայտնի է, որ շատ մեծ տարիքային անջրպետ ունենք ու այս տեխնոլոգիաների դարում կարծես ավելի մենք մեր տատիկ-պապիկներից շատ ենք մոտ, բայց հիմա ոնց որ շատ հեռացած լինեն, շատ ընտանիքներ առանձին են ապրում, այս առումով ինչ որ մոտեցում կա, որ դուք փորձում եք ձեր սաներին սովորեցնել, դասյարակել։ Միանշանակ Օֆելիա ջան, մենք իրեն սովորեցնում ենք, որ պետք է մեծերին անպայման հարգել, տարբեր սեմինարներ ենք անցկացնում իրենց հետ եւ օրինակ ունենք տարիքով ուսուցիչներ, որ ունենք դպրոցում, արդեն իրենք գիտեն, որ ինչ պետք է անեն, որից հետո որը, իսկ ինչ վերաբերում է, որ դուք հարց տվեցիք պարոն Հարությունյան, ինչպես է կամ որ երեխաները ձեզ սիրում են, մենք իրենց շատ հարգում ենք։ Լսում ենք իրենց խոսքը, հատկապես մեր դպրոցում այդ դրվածքը կա իմ կողմից եւ ես իմ ուսուցիչներին ասում եմ հարգեք եւ կհարգվեք։
սիրեք եւ կսիրվեք։ Մենք առաջին հերթին հարգում ենք երեխային, սիրում ենք եւ այս նոր մեթոդները, այս նոր չափորոշիչներով առաջնորդվելով մենք մինչ այս չափորոշիչների դրվելն էլ մենք առաջին հերթին իրենց խոսքը լսել է իրենց խոսքը եւ սեմինարների եւ դասընթացների եւ շատ զրույցների միջոցով մենք կարողանում ենք հասնել այն կետին, որ երեխան գիտի, որ տարիքով մեծին պետք է հարգեն, ուղղակի հարգեն։ Կանոններ կան, որ ոչ մի նոր չափորոշով չի փոխվում, մեծերի հանդեպ հարգանքը, գիտելիքի կարևորությունը։ Պարոն Անտան, եւ ինչ պլաններ ունեք, ինչ որ խնդիր կա, որ դրված է դպրոցի ձեր մասով, դպրոցի առաջ, ինչ որ առաջիկա տարիների մասով։ Գիտեք, կյանքը դեռ ցույց կտա, հիմա որոշումներ կայացնել իմաստ չունի, պետք չի։ Հələ որ նորմալ գնում է։ Եվ ես այնտեղ որպես չեմ նստած այսպես օր մտնացնելու համար։ Բոլոր երեխաներին գիտեք, հնարավորությունները գիտեք, լավ ու վատ կողմերը։ Այո, իհարկե, հետո ես մի բան էլ ասեմ ձեզ։ Պետք չի նախկինի ամեն ինչը դեն շփրտել։ Նախկին համակարգի մասին եմ խոսում։ Համակարգում կան այնպիսի էլեմենտներ, այնպիսի տարրեր դաստիարակության ոլորտում, մնացած բոլոր ոլորտներում, որ պետք է լավագույնը օգտագործել։ Այսինքն բոլորը դեն շփրտես, հետո նորից գաս, ոչինչ չունենաս, դա էլ մի բան չի։ Դու միշտ դրականը ունենաս, այդ դրական հատիկը պետք է վերցնես, դրա վրա հենվես, դրա առանցքի շուրջ պետք է աշխատես։ Այսինքն հանի լավը, ձեզ նորի լավն էլ կարող է ծառայել որպես։ Դա էլ պետք է հաշվի առնել։ Եվ ընդհանրապես մեր դպրոցում այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է, որ այսպես մարդ հանգիստ է աշխատում, եւ երեխաներն են հանգիստ, եւ տնօրենն է հանգիստ ղեկավարում առանց աղմուկ աղաղակի, եւ ուսուցիչները իրենց պարտականությունները հնարավորինս չափով կարողանում են լավ կատարել, աշխատում են ամենայն դեպս հետ, ովքեր որ չի ստացվում նոր ուսուցիչներին, նոր այսինքն սկսնակ ուսուցիչներին փորձում ենք մի բանով օգտակար լինել, բերել այն դաշտը, որում ինքը պետք է լինի, եւ կարծես թե ստացվում է, տեսնենք Աստված։ Հրաշալի է, եթե սիրում են երեխաներին, մնում են, եթե չէ, հասկանում են, գիտակցում են, որ իրենց տեղը չէ։ Դա էլ կա, գիտեք, դա էլ կա, ես ցավում եմ, որ հիմա շատ դպրոցներում թափուր տեղեր կան, մի 20 տարի առաջ տենց չէր։ Նույնիսկ ընտրություն կարելի էր անել, հիմա ոնց որ թե դիրեկտորներին այնքան էլ ընտրության հնարավորություն չի տրված։ Այն առումով, որ ուսուցիչները գնում են, ուղղակի կան ուսուցիչներ, որ թողնում գնում են, անելանելի վիճակում թողնելով տնօրենին։ Մանավանդ եթե ժամը քիչ է, գացող չկա, այնտեղ դժվար է աշխատավարձի հարցը պետք է կարողանաս ապահովես։ Բանանցան միայն գումարի համար է աշխատում իսկական ուսուցիչը։ Ես գիտեմ, որ իսկական ուսուցիչները մութ ու ցուրտ տարիներին կոպեկներ էլ ստանային, աշխատում էին, որովհետև դա իրենց կոչումն էր, չէին կարող։ Չէ, միայն գումարի համար չէ, բայց չէ որ գումարն էլ մեծ նշանակություն ունի։ Ինչքան էլ հերոսական այսպես կեցված կընդունես, ես ուսուցիչ եմ, SMN եմ եւ այլն, բոլոր դեպքերում գումարել պետք է մարդը ստան, նայած առավելապես այն մարդկանց մոտ, որոնք դրա կարիքը շատ ունեն։ Մարդ կա, որ գումար պետք չի, գումարը բոլորին է պետք, դրա մասին չի խոսք։ Այդ որ ասում են անդադար ուսուցիչների աշխատավարձը բարձրացրին։ Ինձ թվում է դա էլ այդքան էֆեկտ չի։ Իմ կարծիքն է, գուցե ես ճիշտ չեմ։ Խորհրդային տարիներին ամենաբարձր ուսուցիչներն էին վարձատրում, ամենաբարձր վարձատրվողներից էին գիտնականները, ուսուցիչները, բժիշկները, այսօր պատկերն հիմա արդեն փոխվեց։ Հիմա խորհրդային կարգեր չկան, հիմա բիզնեսային, այսպես ասած, կռիվ է գնում, ով ինչ անի, ով է տեսել, որ վերջը լավ դա ինչ չի վերաբերում, այո։ Պարզապես ինչ շատ օրինակ շատ տխրեցնում է, որ իմ հարազատ կրթօջախը Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը որոշ բաժիններ ունի, որ թափուր են մնացել տեղեր։ Դա շատ վատ է։ Ես հիշում եմ մեր ժամանակ 66 թվին, որ ընդունվեցինք 100 թե 200 քանի երեխա ընդունվեց, շրջանավարտ ընդունվեց։ Եվ կոնկուրսը շատ ուշ, հիմա մարդ չկա։
Հատկապես մաթեմատիկայի, ֆիզիկայի, Եվ բայց քիմիայի, կենսաբանության։ մաթեմատիկայի գիտությունների այ լավ, 1-2 տարի անցավ, հետո ինչ արնելու։ Սա շիշտ տագնապալի է սա։ Այսինքն ինչ փակենք ռայոնում օպտի աշխատի։ Ես օրինակ 5 տարի աշխատել եմ ամենահեռավոր ռայոնում Մեղրիում։ Այն ժամանակ տենց էր, եթե չգնաց իրենց ուղարկած, այսպես ասած, աշխատավայրը դիպլոմը չէին տալիս։ Հիմա նույնիսկ մարդ չկա, որ ուղարկեն այս կողքը Արտաշատ կամ Արարատ։ Ցավոք սրտի։ Պարոն Անտոն, եկեք հաղորդումը ուրախ նոտայով փակենք։ Ինչ խորհուրդ կտաք ձեր տարեկիցներին, որ արդեն թոշակի են անցնում, ինչ մոտեցում որդեգրեն։ Նստեն տանը թորներ մորներով, թե այնուամենայնիվ պրոակտիվ լինեն եւ փորձեն իրենց փորձը, մասնագիտական կարողությունները ծառայեցնել էլի երիտասարդներին։ Գիտեք, դա խիստ անհատական է։ Նայած մարդու բնավորությունից, բնությունից։ Մարդ կա, որ սպասում էր հենց 63 տարին գար եւ հանգստանար տաղավարում նարդի շրխկացներ, հանգստանար ինչ կրնա, ես աշխատել եմ հերիքա։ Մարդ կա, որ չէ, ես էլի անելիքներ ունեմ, ես դա փողի հետ կապ չունի։ Դա մարդու բնավորությունից է գալիս։ Այսինքն, եթե մեծ հասակով ես արդեն, նայած դու ինչպես ես մտածում, քո հոգեբանությունը ինչպիսի հիմքերի վրա է դրված։ Այսպես թե այնպես։ Ձեր զավակները նայել է տարբերակ։ Ձեր զավակները խրախուսում են ձեր աշխատելու ցանկությունը։ Իմ զավակները ճիշտն ասեմ, սվիններով դիմավորեցին այն փաստը, որ ես 63-ից հետո պետք է աշխատեմ։ Փառք Աստծո, ապահոված է ընտանիքը։ Տղաս աղջիկս վերջ է, տենց նորմալ է ամեն ինչ եւ զարմացան, որ ես ուզում եմ շարունակել այդ դեռ 10 տարի առաջ էր։ Հիմա չեն համակերպվել։ Համակերպել են, ես մեկը ասում եմ, քեզ ինչքան էլ արգել հանդիսանանք, դու կրկնակի ավելի ես ուզում աշխատել։ Հրաշալի։ Նորմալ է, ամեն ինչը նորմալ է։ Իրենց հարցերը ես լուծել եմ։ Շնորհակալություն, ուրախ եմ, որ եկաք, որ իսկապես օրինակ եք բոլոր այն մարդկանց համար, որ ուզում են եւ ընտանիքների, որ կարողացել եք նաեւ զավակներին դիմադրություններ կոտրել եւ աշխատել հանուն մեր երեխաների։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։